Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է Կարինա Ռազմապարը հայ ճամփա ճամփարում հանդիսավոր պարգևատրում ճամփարի մասնակիցներին հայերի ցեղասպանության ժողովրդագրական աղետի իրական մասշտաբը Մալաթիա Ծիրանի հայրենիքի հայկական հետքը հրանձինքի դեմ մահափորձի նախազգուշացումները Չահիջումայի բնակչությունը ըստ Օսմանյան աղբյուրների Իրանապաշտոնյան սպառնում է ուղղել Թրամփի հորմուզանեղուցի վերաբերյալ հայտարարությունը Արցախ մեդիայի ձայները վավերագրական կինո Հայ ճամփա ռազմահայրենասիրական ճամփարում անցկացվալա Կարինա Ռազմապարի դասընթացը ճամփարականները սվերան հայկական ամանդական պարային շարժումները միաժամանակ զարգացնելով ճկունությունը ֆիզիկական պատրաստվածությունը դասընթացին վաղտը մասնակիցները սվերալն Կարինա Քոչարին ծանոթանալով հայկական ազգային պարի ավանդույթներին նա փոխանցելով թեզասերունդին Ռազմապարը ճամփարի առօրյային ոչ միայն մարզական այլ մշակութային ու հայրենասիրական կարևոր բաղադրիչ է Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում պարգևատրման հանդիսավոր արարողությունը իլալվերի ներկանելալ մխլյա հյուրեր։ Արարողության վաղտը Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը վան գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանին փոխանցել պատվոգրեր հայ ճամփա ճամփարի մասնակիցներին պարգևատրելի հետի։ Պարգևատրվածների թվում ունենալ նաև Արևմտյան Հայաստանը Հանրապետության հեռուստատեսության ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանն, ոստիկանության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Հայերի ցեղասպանության հետևանքների մասին պահպանված Օսմանյան փաստաթղթերը վկայում վեր պաշտոնական վիճակագրությունը ամբողջական չի լալու կարել չի ամբողջությամբ արտացոլել հայ բնակչության իրական կորուստները։ Օսմանյան ներքին գրառումներում անգամ նշվալավեր հայերի իրական թիվը պաշտոնական հաշվարկներից բեցյուրել։ Միաժամանակ տեղահանվածների ու տեղահանություններից հետո մնացածների թիվը ներկայացվալն առանձին հաշվարկներով ստեղծելով ցեղասպանության ժողովրդագրական հետևանքները թերագնահատելի հնարավորությունը։ Հայերի ցեղասպանության հետևանքը մենակ սպանությունները չնելել, ներառելի սալազանգվածային տեղահանում ունես զրկում, հայկական համայնքների ոչնչացում ու հայերի իրանց պատմական բնակավայրերից ժողովրդագրական հեռացում։ Բացի հայերից նույն ժամանակաշրջանում բռնությունների, տեղահանությունների ու կոտորածների զոհն տռալ նաև Օսմանյան կայսրության մի շարք այլ քրիստոնյա համայնքն է։ Փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրությունը նշանցատանվեր 1894-ից 1923 թվականների աղետի իրական մասշտաբը հնարավոր չի գնահատել մենակ պաշտոնական թվերով։ Պահանջում է համադրել ժողովրդագրական տվյալները, տեղահանությունների մասին փաստաթղթերը ու վերապրածների վկայությունները։ Աշխարհին հայտնի ամենաքաղցր Ծիրանի հայրենիքը Մալաթիան ուրան վաղումը պահպանում է նաև հայկական հարուստ պատմության մշակույթի հետքերը։ Մալաթիայում Ծիրանի այգիների կողքին վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին լուր վկայում է այստեղ երբևէ ապրած ու արարած հայերի մասին։ Քաղաքի պատմությանը հետ սերտորեն կապված է նաև Եփրատը ուրան վտակները, որոնց ճիերավը սնվող բերի հովիտները նպաստել են Մալաթիայի այգեգործության զարգացմանը։ Մալաթիան մենակ արտեզիան նշված քաղաք չի։ Հայկական արմատների հարուստ մշակույթի քաղցր հուշերի ու պատմական հիշողության քաղաք է։ Ստեղ Ծիրանի բույրի կողքին շարունակում ապրել է նաև հայ ժողովրդի թողած ժառանգությունը։ Հրանձինքի սպանությունից ամիսներ առաջ թուրքական իրավապահ մարմինները տեղեկություններ ստացած ուրան դեմ նախապատրաստվող հարձակման մասին 2006 թվականի փետրվարին Էրհան Թունջելը ոստիկանությանը հայտնածալել վեր Յասին Հայալը մտադիր է Ստամբուլում սպանել հրանձինքին ցանկացած գնով փետրվարի 17-ին Տրապիզոնա ոստիկանություն հետախուզության բաժինը պաշտոնական գրությամբ տեղեկությունը փոխանցել է Ստամբուլա ոստիկանությանը, նշելով դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին, սակայն ըստ հրապարակված փաստաթղթերի ուրան անվտանգության ապահովման ուղղությունով անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել չեն, իսկ Ստամբուլա ոստիկանությունը գրությանը չի պատասխանել։ Այդ վաղտեն հրանձինքը գտնվել Իսրայել հասարակական ու լրատվական ուժեղ ճնշման ներքո ուրան դեմ հրապարակվել Իսրայել թշնամական ու սպառնալիք պարունակող նյութեր, մինչդեռ իրավապահները արդեն տեղեկացված են հնարավոր հարձակման մասին։ 2006 թվականի փետրվարի 17-ին զինքը մասնակցած է Ագդենիս համալսարանում կազմակերպված քննարկմանը շտեղ քննարկվել Իսրայելի մտքի ազատության հարցը։ Միջոցառմանը ներկայանալ նաև նրա նկատմամբ նախկինում կոշտ դիրքորոշումներով հանդես եկած անձինք փաստաթղթերի նշանց ընտանվեր հրանձինքի նկատմամբ սպառնալիքների մասին տեղեկությունները հասանելի լինել իրավապահ մարմիններին հալամյուրան սպանությունից առաջ։ Պատմական աղբյուրները տեղեկություններին պահպանալ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Չահիջումայի բնակչության ազգային կազմի մասին։ 1916 թվականի Բոլույի նահանգային տարեգրության համաձայն Չահիջումայի շրջանը բնակվել է սալար 19600 մահմեդական, 370 հույ ու 34 հայ, ընդհանուր 12000 մարդ։ Աղբյուրը նշման վեր բնակավայրը ունեցել է 2 մզկիթ, մեդրեսե, 3 տարրական դպրոց, եկեղեցի, հունական, տարրական դպրոց, հունցը նաև իջևանատուն ու բաղնիկ։ Ըստ տվյալների վկայում վեր Չահիջումանը ունեցել է բազմազգ ու բազմակրոն բնակչություն վերի կազմում իլալը նաև հայրուհույներ։ Դրանք կարևոր են Արևմտյան Հայաստանը բնակավայրերի պատմական ժողովրդագրությունը ուսումնասիրելի հետի։
Իրանը արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին երեքշաբթի քննադատել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին այն հայտարարությունը, թե Հորմուզանեղուցը Ամերիկայի թայզատարածքն է, անվանելով զառացանք ու նախազգուշացնելով էր Թեհրանը դա ուղղելու է։ Հունցը Թրամփը ճիշտ է կիրել հավերժական Պարսից ծոցի անունը դիել Հորմուզանեղուցի վերաբերյալ իր մոլորությունը շուտով ուղղվելու են կամ ուղղելու ենք այս մոլորված մարդու մոլորությունները, 10-ում կիրել է Ղարիբաբադին։ Ինքը արձագանքել է Թրամփի Truth Social-ում հրապարակած պատկերին, թե Հորմուզանեղուցի վերևում կիրված է Ամերիկայի թայզատարածք New US Territory։ Արցախամեդիայի ձայները վավերագրական կինո ներկայացնում է Արցախի տեղեկատվական դաշտի 3 կարևոր հենասյուների պատմությունագործունեությունը հակամարտության պայմաններում։ Ֆիլմը պատրաստվել է Broad für die Welt բարեգործական հիմնադրամի աջակցությունով մեդիա նախաձեռնությունների կենտրոնի իրականացրած որակյալ լրագրությունը հակամարտությունների վերափոխման գրավական ծրագրի շրջանակում։ Հեղինակ Անի Մանգասարյան, ռեժիսոր Հրար Ավետիսյան, օպերատոր Տիգրան Գասպարյան, անգլերեն թարգմանություն Անի Մեժլումյան։ Կինոների շնորհանդեսը կազմակերպում է Դիալոգ հասարակական կազմակերպությունը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ պնդկացիք։